Հարգելի հայրենակիցներ, իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում պատերազմ և խաղաղություն հավերժական դիսկուրսն է։ Իշխանությունը ի սկզբանե առաջնորդվում է ոչ թե խաղաղության երաշխիքների առկայության, այլ հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով։ Իշխող ռեժիմն իր երկարակեցության ապահովման հիմքում դնում է իր ամեն գնով, զիջումներով, պարտությամբ և հպատակությամբ թվացյալ կարճաժամկետ խաղաղություն ապահովելու սկզբունքը։ Սակայն հանրային ցուցիչի և պրագմատիկ մոտեցման տեսանկյունից քաղաքական ուժը, որի պաշտպանման օրոք երկիրը 5-6 անգամ ագրեսիա և հարձակումներ է ենթարկվել, ակնհայտորեն խաղաղություն բերողի ռեպուտացիա չի կարող ունենալ։ Երկրորդ, իշխանության պնդումը, թե իրենց պետության ղեկին չմնալու պարագայում երկիրը պատերազմի հորձանուտ կմտնի, ևս մեկ հիմնավորում է առ այն, որ սահմանային առկա ստատուս քվոն ոչ այնքան խաղաղություն է, որքան չկառավարվող հրադադար։ Երրորդ, Ադրբեջանի պահանջներն ու հավակնությունները վերջին 5 տարվա ընթացքում կայուն աճել են, և չկա որևէ երաշխիք, որ դրանք ընտրություններից հետո գործողների վերարտադրման պարագայում չեն ավելանա, ինչը կամ նոր զիջումների կբերի, կամ նոր պատերազմի։ Չորրորդ, պատերազմում հաջողություն ունենալու հարցում ի սկզբանե տապալված են այն երկրները, որտեղ հասարակության շրջանում խորը բաժանարար գծեր կան, տարբեր խմբերի միջև թշնամություն և ատելություն է սերմանված, իսկ կառավարող ռեժիմը այն սնուցում է և օգտագործում ներքաղաքական շահերի ապահովման համար։ Իրական խաղաղության բանաձևը պետական շահերն ապահովող անվտանգության և դիվանագիտությամբ անհրաժեշտ մեխանիզմների ներդրումն է, որի ճկունությունը մի կողմից փոխզիջում է ենթադրում, մյուս կողմից ապահովում անհրաժեշտ անվտանգության բարձիկները։ Ժողովուրդը հոգնել է ձեր սին խոստումներից, անընդհատ լարվածության տանող ու հոգեբանական բռնություն ենթադրող վարքագծից և իրական խաղաղություն է փնտրում։ Մեր հասարակությունը հոգնել է պատերազմներից, բայց առավել շատ հոգնել է ձեր բերած պարտություններից, անարժանապատիվ կեցվածքից, չավարտվող դժբախտություններից և ստի անսահման չափաբաժնից։ Ի վերջո հանրությունը հոգնել է ձեզանից և ձեր հետագա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներում նոր ձախողումների, կորուստների, զիջումների և պատերազմի հեռանկար է ուրվագծում։